Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքը քարոզարշավն այսօր շարունակեց Երևանի Նուբարաշեն ու Էրեբունի համայնքներում։ Օրվա ընթացքում նրանք քայլում էին Էրեբունու եւ Նուբարաշենի թաղամասերով, զրուցում մարդկանց հետ։ Քաղաքացիները մեքենաների ազդանշաններով ողջունում էին ուժեղ Հայաստանի անդամներին, ինչպես նաև պատշգամբներից բնակիչները ողջունում էին եւ վանկարկում ուժեղ Հայաստան։ Այս քայլերթի, այս հանդիպումների ընթացքում որևէ միջադեպ տեղի չունեցավ քաղաքացիների ուժեղ Հայաստանի անդամների միջև, իսկ երեկոյան նրանք իրենց քարոզարշավը օրվա ամփոփեցին Էրեբունու թանգարանի մոտ, այստեղ հավաք էր նախատեսված, բայց թերևս անձրևի պատճառով այդ հավաքը ավելի կարճ տևեց։ Ելույթ ունեցան ուժեղ Հայաստանի անդամները, խոսեցին իրենց ծրագրերից, կրթության ոլորտը բարեփոխելուց, ինչպես նաև իրենց, այսպես ասենք, գլխավոր խոստումից 300,000 աշխատատեղ ստեղծելուց, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու իրենց ծրագրի մասին, իսկ հետո Նարեկ Կարապետյանը ելույթ ունեցավ։ Նա օրվա ընթացքում խոստանում էր վարչապետ Փաշինյանի այսօրվա սպառնալիքներին արձագանքել այս երեկոյան հավաքում, բայց ըստ էության Նարեկ Կարապետյանը մեծ ելույթ չունեցավ եւ իր խոսքում հորդորեց մարդկանց գնալ ընտրատեղամաս եւ փոխել այս իրավիճակը։ Այսօր զբոսնել ենք ամբողջ Էրեբունի վարչական շրջանով, Նուբարաշենել ենք եղել ու զգացել ենք մեր հայրենակիցների դրական էմոցիան։ Բոլորի կողմից այն փոփոխության հույսը, որը մեզ պարտավորեցնում է։ Գիտեք ինչու է պարտավորեցնում։ Պարտավորեցնում է, որ մեր երկիրը ունենա լուրջ ղեկավար։ Մեր երկրի ղեկավարը, այս անդրևը շատանում է, մեր երկրի ղեկավարը չլինի նենց մարդ, ում մենք նայելով ամաչենք։ Այս ամեն անլրջություն պետք է վերանա ժողովուրդ, այս դեր չի արդեն։ Մենք ինչ պետք է սովորենք այս մարդկանցից, ինչ պետք է ինքն մեզ սովորացնենք։ Պետք է մեծ փոփոխություն բերենք, իրար հետ բերենք, դրա համար բոլորս պետք է առողջ լինենք, չմրսենք, գնանք բոլորս մեր բակերով, ժողովրդի բոլոր ընկերների հետ խոսանք, ասենք, որ փոփոխությունները իրանցից է կախված, որոշում կայացնենք, փոխենք այս մարդկանց, լուրջ մարդիկ լինենք ու կարողանանք կառուցենք ուժեղ երկիր ու առողջ երկիր։ Լավ եղեք, շնորհակալ եմ շատ։